2020 թվականի հունվարի 1-ից հետո վարորդական վկայականից զրկված անձանց համար հուլիսի 6-ից ուժի մեջ է մտնում վարորդական վկայականը առանց որակավորման քննության վերականգնելու նոր ընթացակարգը։ Մեր օրենսդրությամբ վարելու իրավունքի դադարումը ունի մի շարք հիմքեր։ Օրինակ, եթե դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռող անձը ճանաչվել է անգործունակ, եթե առկա է անձի հոգեկան, թմրամիջոցների կամ թմրանյութերի կամ հոգեներգործուն նյութերի օգտագործման պայմանավորված հիվանդության կամ նրա առողջական վիճակը օրենսդրությամբ սահմանված պայմաններին չբավարարելու կամ չհամապատասխանելու մասին տեղեկատվություն։ Հաջորդ հիմքը առկա է վարելու իրավունքից զրկելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտ կամ այլ իրավասու մարմնի ուժի մեջ մտած ակտ, եւ չորրորդ հիմքը այն է, երբ անձը մահացել է։ Ինչ ենք մենք այս խումբ հիմքերից առանձնացնում։ Այն բոլոր դեպքերում, երբ վարելու իրավունքից զրկելը կամ վարելու իրավունքի դադարումը կապ կունենա անգործունակ ճանաչվելու համապատասխանի կողմից թվարկված հիվանդությունների հետ, կապ կունենա դատարանի կողմից զրկումների հետ, կապ կունենա օտարերկրյա պետությունների իրավասու այլ մարմինների կողմից զրկելու հետ, ընթացակարգը որակավորման քննությունների միջոցով այդ վարելու իրավունքը վերականգնելու պահպանվում է։ Այս մասով ներքին գործերի նախարարությունը որևէ փոփոխություն չի կատարել։ Հետևաբար նաև ցանկանում ենք, որպեսզի հանրության մոտ հյուրընկալում չձևավորվի, թե որ հիմքն ենք վերանայել եւ ինչ է իրենց սպասվում։ Իմ կողմից թվարկված բոլոր իրավիճակներում եւ բոլոր հիմքերի առկայության պարագայում որակավորման քննությունների միջոցով վարորդական իրավունքի վերականգնումը շարունակում է մնալ ուժի մեջ։ Եվ իհարկե այստեղ արդեն անդրադառնանք բուն կարգավորմանը, իսկ այս պարագայում որ հիմքին ենք մենք անդրադարձել։ Այստեղ առնվազն երկու նախապայման է պետք, այսինքն նախագծի արդեն օրենքի շահառու են հանդիսանալու այն անձին, որոնց վարելու իրավունքը դադարել է, այսինքն վարելու իրավունքից զրկվել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից կայացված եւ ուժի մեջ մտած վարչական ակտով։ Երկրորդ շատ կարևոր նախապայմանը այն է, որ այդ վարելու իրավունքը պետք է անձին տրամադրված լինի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից։ Վարելու իրավունքի վերականգնումից հետո տվյալ անձի համար սահմանվելու է 1 տարվա փորձաշրջան։ Այդ ընթացքում նրան այլ վարորդների դեպքում գործող 13 միավորի փոխարեն տրամադրվելու է 6 միավոր։ Ռուսլան Մարանդյանի խոսքով այս կարգավորման նպատակը վարորդի վարքագծի նկատմամբ վերահսկողություն սահմանելն է։ Եթե մենք ինչ-որ բան վարքագծային մոդելի իմաստով փոփոխության ենք ենթարկում, մենք նաև ուշադրության տակ ենք պահել այն հանգամանքը, թե ինչ գործիքակաց պետք է լինի վարորդի վարքագծի նկատմամբ։ Այնպես չի կարող լինել, որ որակավորման քննությունները հանում ենք եւ վարորդի վարքագիծը պետության վերահսկողական դաշտից կամ նրա հետագծելիությունը կորստյան է մատնվում։ Դրա համար նրան տալիս ենք սահմանափակ հնարավորություններ 6 միավորի տեսքով։ Բարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանն էլ իր հերթին տեղեկացրեց, ընտրվել է 2020 թվականի հունվարի 1-ը, քանզի հենց այդ օրվանից է Հայաստանում ներդրվել բալային համակարգը։ Վարելու իրավունքը վերականգնելու համար անձինք պետք է հերթագրվել ներքին գործերի նախարարության կայքի համապատասխան մասում, ընտրելով զրկված վարորդական վկայականի վերականգնում առանց քննությունների կոչակը, որը հենց հատուկ ստեղծված է այս նպատակով, ընտրեն իրենց համար նախընտրելի ստորաբաժանումը, ընտրեն նախընտրելի օր եւ ժամ իրենց ներկայանալու համար եւ տվյալ օրը ժամին ներկայանալ ստորաբաժանում իրենց հետ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ եւ պետական տուրքի վճարման անդորրագիր, որը 50,000 դրամ է։ Իսկ այն անձինք, որոնց վարորդական վկայականի ժամկետը այս ընթացքում արդեն լրացել է, 50,000 դրամ պետական տուրքից բացի պետք է վճարեն նաև նոր վարորդական վկայական ստանալու համար նախատեսված տուրքը։ Տուրքի գումարը կարող է վճարվել նաև հենց ստորաբաժանումներում առկա վճարման միջոցներով։ Բացի այդ, անձինք, ում վարորդական վկայականների ժամկետները լրացած են արդեն իսկ, այսինքն չեն կարող իրենց հին վարորդական վկայականը հետ ստանալ ստորաբաժանումներից, նրանք բացի 50,000 դրամ պետական տուրքից պետք է վճարեն նաև վարորդական վկայական ստանալու համար նախատեսված պետական տուրքը, որը պլաստիկ քարտի տեսքով վկայականի համար 12,000 դրամ է, իսկ թվային վարորդական վկայականի համար 6,000 դրամ։ Իսկ այն անձինք, ում վարորդական վկայականները դեռևս ժամկետի մեջ են, այսինքն գործող են եւ կարող են հենց նույն վարորդական վկայականները հետ ստանալ տվյալ ստորաբաժանումից, ապա հավելյալ տուրք վճարելու անհրաժեշտություն չի առաջանա, հետ կստանան իրենց վարորդական
վկայականները։ Այս ամենից զատ ներքին գործերի նախարարությունը եւս մեկ փոփոխություն է կատարել վարորդների համար։ Տեսական քննությունը նախկինում հանձնած անձինք այսուհետև կարող են օգտվել գործնական քննությունը 2 տարվա ընթացքում հանձնելու հնարավորությունից, եթե նրանց համար նախկինում սահմանված 1 տարվա ժամկետը դեռևս չի լրացել։ Մինչդեռ նախկին կարգավորմամբ տեսական քննությունը դրական հանձնելուց հետո անձին տրվում էր 1 տարի գործնական քննությունը հանձնելու համար։ Եթե այդ ընթացքում գործնական քննությունը չէր հանձնվում, ապա տեսական քննության արդյունքը համարվում էր ուժը կորցրած։ Դիանա Դավթյան, Free News, Ազատ լուրեր։